Ինչ է իրականում բուն բարեկենդանը։ Պարզապես ուրախության օր, թե հոգևոր շրջադարձի դուր մեծ պահքի առաջ։ Սովորաբար բարեկենդան նշանակում է ուրախություն, բարի կյանք, խաղաղ կյանք։ Բուն բարեկենդան է կոչվում, որովհետև այն 5 մեծ պահքերից առաջ ամենակարևոր շեշտադրումն է դրվում, որ հարության տոնից առաջվա բարեկենդանն է եւ խորհրդանշում է այն դրախտային խաղաղ իրավիճակը, որտեղ որ մարդը դեռևս մեղք չէր գործել, դեռևս Աստծո հետ ուներ մտերմիկ հարաբերություն, զրույցի մեջ էին Աստծո հետ, չէ՞, մենք մեղք գործելու դրվագում ենք տեսնում, թե Աստված ինչպես էր խոսում Ադամի հետ, բայց այս դրվագը մեզ ենթադրել է տալիս, որ մինչ մեղք գործելը մարդ Աստված հարաբերությունները այսպիսին էին, մարդը ազատ խոսում էր Աստծո հետ, Աստված պատասխանում էր, լսում էր, մարդը տեսնում էր Աստծուն եւ այդ մարդ Աստված հարաբերությունները կատարյալ էր, այսինքն այս բարեկենդանը կամ բուն բարեկենդանը մեզ խորհրդանշում է մարդու կատարյալ վիճակը մինչև մեղք գործելը եւ հետաքրքիր է, որ այո, սա մեր համար պետք է դառնա շրջադարձային, որովհետեւ մենք պետք է այս պահքի հնարավորությունը օգտագործենք, որպեսզի մենք էլ կարողանանք պահքի միջոցով ստանալ այդ խաղաղությունը, այն հանգստությունը, որ կար մինչ մեղք գործելը։ Ինչպես կարող ենք այդ օրը վերածել ոչ միայն սեղանի, այլև սրտի պատրաստության։ Ասեք, բուն բարեկենդանի օրը ժամանակին այսպես է եղել, մարդիկ սեղան են պատրաստել, հատուկ ուտեստներ են եղել, ուրախության օրեր է եղել, որովհետև պահքը, որ ունի սահմանափակումներ, չէ, սննդային սահմանափակում, այս չի կարելի անել, այն չի կարելի անել, եւ այս ընթացքում կարծես նաեւ մարդիկ սկսել են մի քիչ ավելի ոչ ուրախ վիճակում լինել, այսինքն ճիշտ է, պահքը իրենից չի ընդհանրում տխրություն, մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզ ասում է, երբ ծոմ կպահես, տրտմերես չլինես, բայց քանի որ այսպես սահմանափակումները շատ են, մարդկանց մեջ սկսվել է ասոցացվել, որ պահքի ընթացքում այսպես տխուր է անցնում, այսպես ասենք, բայց իրականում ուրեմն ոչ միայն այս սեղանի ուտելիքների ու սեղանի պարունակությանը պետք է մենք ուշադրություն դարձնենք, այլև մենք պետք է կարողանանք բուն բարեկենդանի ժամանակ կարևորություն դարձնել այն խաղաղության վրա, այն հանգստության վրա, որ կար մինչև մեղք գործելը։ Ինչու է եկեղեցին մեծ պահքից առաջ մեզ տալիս ուրախանալու, հավաքվելու, համախմբվելու հնարավորություն։ Կա արդյոք այստեղ մի խոր իմաստ ուրախությունից դեպի զսպվածություն անցնելու ճանապարհին։ Եկեղեցին մարդուն հիշեցնում է մեղքից առաջ իրավիճակը եւ հիշեցնում է, որ դու որքան խաղաղ էիր, որքան ներդաշնակ էիր Աստծո հետ, ինչից դու զրկվեցիր մեղքի պատճառով։ Եվ այո, այսօր էլ չէ, երբ մարդը մեղք է գործում, ինչ է տեղի ունենում, կարող է ասենք շատ մարդիկ չիմանան, կարող է շրջապատում ընկերներում, ընտանիքում չիմանան, բայց ինքը նախ կորցնում իր ներքին խաղաղությունը, հանգստությունն է կորցնում, Աստծո հետ հարաբերությունն է խաթարվում եւ այս վիճակը հայտնվում է, որովհետեւ արդեն կա մեղք եւ եկեղեցին մարդուն միշտ հիշեցնում է եւ ասում է, որ դու ուրախ ես, խաղաղ ես եւ կարող ես այդ ուրախությունն ու խաղաղությունը ձեռք բերել եւ այս երկրի վրա երկրավոր կյանքի ընթացքում նաեւ հավիտենության մեջ, եթե դու կարողանաս Աստծո պատվիրանների եւ Քրիստոսի օրինակով առաջնորդվել, ապա դու ոչ միայն այս երկրավոր կյանքում կկարողանաս ձեռք բերել խաղաղություն ու հանգստություն, այլև դու հավիտյան խաղաղ ու հանգիստ կլինես եւ Աստծո ներկայության մեջ միշտ ուրախ կլինես։ Բուն բարեկենդանը հիշեցնում է դրախտային կյանքին, թե մեզ զգուշացնում է ինչ ենք կորցրել եւ ինչին ենք կոչված վերադառնալու։ Ինչպես հասկանալ այդ խորհրդի հոգեվոր իմաստությունը։ Մենք քիչ առաջ խոսեցինք հենց սրա մասին, թե մենք ինչ ենք կորցրել պահքի մեղքի պատճառով եւ մեզ այո բարեկենդանը մեզ ստիպում է, որ մենք կարողանանք այս ուրախության հետ մեկտեղ նաեւ կարեւորել, թե մենք ինչ ենք կորցնելու
եւ եթե մենք մնանք այսպես խաղաղ ու ցոփ կյանքի մեջ։ Հիմա տեսեք, մենք հաճախ մարդիկ խաղաղությունը համեմատում են կամ հանգստությունը համեմատում են ամենաթողության հետ, չէ՞։ Մարդը մտածում է ամեն ինչ կարելի է, օրինակ ասենք, հիմա տեսեք, մի օրինակ բերենք, մեղքը, որ պարագայում է երևույթը դառնում մեղքի, օրինակ ասենք, հիմա ուտելը մեղք չէ, մարդու բնական պահանջն է, բայց շատ ուտելը արդեն նույնիսկ մեր հայրերն ասում են մահացու մեղք, ոգրամոլություն։ Քիչ ուտելը արդեն ինձ ստանում է մարմնի վնասում եւ քիչ ուտելու հետևանքով մարդը հիվանդություններ կարող է ձեռք բերել եւ նորից խաթարվել իր բնականon կյանքը եւ նորից մեղքի հարուցիչ կարող է դառնալ, բայց ուտելը մեղք չէ։ Հիմա նույն կերպ այս բարեկենդանի միջոցով Աստված մեզ սա է սովորեցնում, որ գիտես դու ուրախության մեջ ես, դու խաղաղության մեջ ես, բայց դու պետք է ճիշտ ուրախության մեջ լինես։ Չի նշանակում այդ ուրախությունն ու խաղաղությունը ամենաթողության, որ ամեն ինչ քեզ կարելի է։ Հիմա Ադամն ու Եվան դրախտում խաղաղ էին, բայց իրենց կար չէ պատվիրան, որ ինչ չի կարելի անել։ Եվ իրենց համար սա դարձավ այն գայթակղությունը, որ անցան այն չափը, անցան այն սահմանը, որը որ իրենց համար դարձավ մեղք։ Հիմա այս բարեկենդանը մեզ հենց սրա մեջ է սովորեցնում, որ մենք խաղաղ ենք, ուրախ ենք, հանգիստ ենք, չունենք խնդիր, բայց այդ խաղաղության մեջ, մեր ազատությունների մեջ մենք պետք է կարողանանք հասկանալ ինչն է մեր համար կարելի, ինչպես Պողոս Առաքյալն է ասում, չէ, այո, ազատություն տրված է, ես ունեմ իրավունքներ, բայց պետք է հասկանամ սա կատարելով ինձ օգտակար է, թե օգտակար չէ։ Մարդը ազատ է, ունի ամեն ինչ անելու հնարավորություն, բայց պետք է հասկանա արդյոք օրինակ շատ ուտելը ինձ օգտակար է, թե օգտակար չէ։ Քիչ ուտելը օգտակար է, օգտակար չէ։ Յուրաքանչյուր երևույթի մեջ, երբ որ մարդը հայտնվում է, հենց այս համեմատությունը պետք է լինի։ Ես խաղաղ եմ, հանգիստ եմ, ունեմ հնարավորություն կամ ունեմ իրավունք սա անելու, բայց արդյոք ես սա կատարեմ Աստծո աչքին հաճելի է, թե Աստծո աչքին, այսպես ասած, ի վերջո հաճելի չի լինելու այս երևույթը։ Քանի բարի կենդանություն է նշանակում, ապա այսօր ինչպես կարող ենք ապրել այդ բարի կյանքը, աղմուկից դուրս, բայց իրական ուրախությամբ։ Իրական ուրախությունը հենց Աստծո ներկայության մեջ ապրելն է։ Այո, ասացինք, բուն բարեկենդանը մեզ տալիս է հնարավորություն հիշելու անցյալը եւ այդ հիշողությունը նաեւ այսօր ներկայում դարձնելու իրականություն եւ խաղաղություն գտնելու։ Իսկ մենք խաղաղություն պիտի գտնենք միայն Քրիստոսի միջոցով։ Քրիստոսով պիտի գա մեր խաղաղությունը։ Ինչպես մենք պիտի գտնենք մեր խաղաղությունը Քրիստոսի պատվիրանները կյանքի օրինակներ։ Օրինակ ասենք մենք հիմա հայտնվում ենք եւ կյանքի մի X իրավիճակում փորձության առջև ենք կանգնել եւ մենք պիտի նայենք ոչ թե այսինչ մարդը, այնինչ մարդը, այսինչ հայտնին կամ չգիտեմ իմ ծանոթը ինչպես վարվեց, չէ, մարդիկ սովորաբար այսպես են վարվում, այլ մենք պիտի նայենք Քրիստոս ինչպես վարվեց։ Օրինակ, երբ Քրիստոս 40 օր մկրտությունից հետո ծոմապահության մեջ էր, չարը մոտեցավ նրան, ասես կարող ես քարը հաց դարձնել, ուտել, քո հետ ոչինչ չի պատահի։ Եվ Քրիստոս ասեց, մարդը ոչ միայն հացով է ապրում, այլև այն խոսքով, որ ելնում է Աստծո բերանից։ Ուրեմն տեսնում ենք, որ Քրիստոս իր յուրաքանչյուր քայլը նույնիսկ փորձության ժամանակ Աստծո խոսքով էր հաղթահարում։ Ուրեմն մենք էլ եթե ուզում ենք այդ խաղաղության մեջ լինել, ուզում ենք մենք Քրիստոսի ներկայություն ունենալ, ուզում ենք Աստված մեր կյանքում մեր ճամփի ընկերը լինի, ուրեմն մենք մեր յուրաքանչյուր քայլը, խոսքը լինի փորձության ժամանակ խաղաղ պայմանում, թե այլ իրավիճակում, մենք Աստծո հետ պետք է համաձայնեցնենք։ Տեսնենք Աստված ինչ է ասում։ Այդ դեպքում մենք ունենանք այդ իրական հոգևոր խաղաղությունը։ Ինչը պետք է թողնենք բարեկենդանի սեղանի վրա, որպեսզի պակ մտնենք թեթև սրտով։ Կա արդյոք ներման, հաշտության եւ նոր սկզբի անհրաժեշտություն հենց այդ օրը։ Տեսեք, բարեկենդանի ժամանակ նաև այսպես տարբեր սովորություններ կան, ներելու սովորություն, մեկը միմյանց այսպես նկատմամբ ներողամիտ լինելու սովորություն կա եւ այո, սա մենք պետք է կարողանանք իսկապես իրագործել, օրինակ ասենք, օրինակ բուլղարների մոտ այսպես մի սովորություն կար, բարեկենդանի ժամանակ միմյանց այսպես թողություն տալու, ներելու
օր էր իրենց համար հայտարարված, այո, քրիստոնյայի համար բարեկենդանը հենց այդ հնարավորությունը կարող է տալ, որ մենք էլ մեկս մյուսի նկատմամբ ներողամիտ լինենք, քեն չպահենք, կարողանանք այսպես ազատ գործել եւ Տիրոջ ներկայությունը վայելել եւ պատրաստվել, որ մենք ապրենք այնպես, որ երբեք թույլ չտանք, որ մեղքը որևէ կերպ խլի մեր խաղաղությունը եւ մեր հանգստությունը։